Ողջույն, սիրելի հեռուստադիտողներ, եթերում ազատ շփումն է։ Դե ինչ, մաղթենք աշխատանքային լավ շաբաթ, ու ասելիքներ շատ են, երևի դրանց մեծ մասը ավելի շատ մտորումներ են բարձրաձայն, քան կարելի է ուղիղ խոսք ասել, որովհետև երբեմն այնպիսի ապուշ կարելի ասել, ապուշ արտահայտություններ են որպես քննադատություն իբր մեջ բերում, գցում դաշտ, որ անգամ դա մեկնաբանելը կամ դրա մասին մտածելը, փորձել հասկանալ կամ հասկացնելը արդեն բարդություն է առաջացնում իր ապուշ լինելով։ Բայց այնուամենայնիվ, քանի որ հիբրիդային պատերազմը շարունակվում է Հայաստանում եւ ցավոք սրտի հիբրիդային պատերազմում 5-րդ Շարասյան գործոն գոյություն ունի, ես պիտի որ անդրադառնամ ու փորձեմ որոշակի մեկնաբանություն կամ գոնե գնահատական տալ դրան։ Օրինակ համացանցում կամ խոսույթներում շատ արդեն մարդկանց լեզվամտածողության մեջ արհեստականորեն դնում են հետևյալը, մի մասը մյուսներին անվանում է ռսամերներ, ռսամոլներ, ընդ որում նկատի ունենալով դավաճան Ռուսաստանի տեսակը, դավաճան կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, դրանից հետո Հայաստանի Հանրապետության սահմանների վրա հարձակումը նկատի ունենալով։ Մյուս հատվածը իբր փորձում են արդարանալ, ասում են դուք էլ թուրք եք։ Այս հատվածին մի բան ասեմ, երբ որ ձեզ ասում են ռսամոլ, նկատի ունեն նաև հենց թրքամոլ, որովհետև ռուս-թուրքական հարաբերություններն այնպիսին են, որ նրանք պատմության ողջ ընթացքում միշտ պայմանավորվել են ու ցավոք սրտի շատ հաճախ մեզնից կտրելով, մեզնից տանելով։ Հանրային քննարկում էր ինչ-որ ազգային ժողովում, մարդիկ էին դուրս եկել ամբիոնից բաներ խոսում, այնպիսի մարդիկ, ովքեր որ վերջերս խիստ հպարտ էին, որ Կրեմլում Լենինի դամբարանի առաջ ունեն նկարներ։ Նախ հրապարակում էին Լենինի դամբարանի առաջ վերևը գրած Լենին իրանք առաջ, դա իրենց ցանկությունն է, բայց երբ որ դուք հետո գալիս հայրենասիրություն եք խաղում, այստեղ չի ստացվում, ես հասկանում եմ, որ ունեք առաջադրանքներ, խնդիրներ եւ այդ առաջադրանքը իրականացնելու համար հանրությանը պիտի մոլորեցնեք եւ շահարկեք հայրենասիրական ինչ-որ թեմաներ, զգացմունքային դաշտը, բայց գիտեք ինչ, եւ դուք չեք կարող մի կողմից խոսել Արցախից, մյուս կողմից գնալ Լենինի դամբարանի մոտ նկարվել հպարտ կեցվածքով, որովհետև ընդհանուր առմամբ Արցախը Հայաստանից պոկել եւ տվել է Ադրբեջանին Լենինը։ Դուք ոչ մի դեզոնանս չեք տեսնում, իսկապես հարմար է այդպես։ Տեսեք, Արցախի կորստից դրա պատճառներից կարող ենք խոսել բոլորս, բայց չեն կարող մի կողմից սրտացավություն ցուցադրել, ընդ որում դերասանական խաղի բարձրագույն վարպետությամբ։ Մյուս կողմից Լենինի դամբարանի մոտ հպարտ կեցվածքով նկարվել։ Սա քաղաքական առնվազն տհասություն է, ես դեռ պատմական հատվածին չանդրադառնամ, որովհետև պատմական գնահատականը կլինի շատ ավելի դաժան եւ ոչ եթերային։ Միայն ուղղակի խոսելով չի, տեսեք, 300 տարի Արևելյան Հայաստանի պատմական բանով ասեմ, 300 տարի առաջվա Արևելյան Հայաստանի հատվածում ոչ մի ռուս միապետ թույլ չի տվել, որպեսզի թուրքական ներկայություն լինի։ Ինչ դա թույլ չեն տվել, ընդհուպ մինչև Իրանի հետ պատերազմներ եւ այլն տարբեր պայմանագրեր Գյուլիստանի, Թուրքմենչայի, բայց թուրքական ներկայություն Թուրքիայի կողմից, Օսմանյան կայսրությունից ներկայություն թույլ չեն տվել։ Պայմանավորվել են որոշակի ձևերով, թե պատերազմել են, թե չէ, սա հարցի մյուս կողմն է։ Եվ միայն 21-րդ դարում ձեր շատ սիրելի Վլադիմիր Պուտինի իշխանության տարիներին Թուրքիան հասավ իր նպատակին դարձյալ Ռուսաստանի հետ պայմանավորվելով եւ հիմի Արցախին հարակից տարածքում գոյություն ունի ռուս-թուրքական բազա, բայց ընդհանուր առմամբ դա արդեն վաղուց թուրքական բազա է։ Հասկանում եք։ Սա ձեր սիրելի ավանդական ռազմավարական դաշնակցի
գործունեության արդյունքն է։ Դե չխոսենք, շատ ենք ասել, թե Արցախյան պատերազմը ովքեր են նախապատրաստել, դրա մասին իրենք են խոստովանել։ Ես զարմանում եմ, ինչից է, որ օրինակ Շոյգուն եւ Թուրքիայի համապատասխան պաշտոնյան համատեղ ասուլիսի ժամանակ ներկայացնում են, որ իրենք հարավային Կովկասում հիանալի օպերացիա իրականացրեցին, բայց դուք փորձում եք փրկել Շոյգուի այդ միտքը, ասելով, որ դա այդպես չի, Հայաստանն է մեղավոր։ Ընդ որում ցուցմունք տալով Հայաստանի Հանրապետության դեմ, գիտեք ինչ, այս պարագայում ձերը քննադատություն չի Նիկոլ Փաշինյանի հանդեպ կամ քաղաքական ուժի հանդեպ, սա ցուցմունք է Հայաստանի Հանրապետության հանդեպ մեղադրել Հայաստանին պատերազմ սանձազերծելու մեջ։ Սա հակապետական գործունեություն է, եւ սա այո, իր հակապետականությամբ հենց 5-րդ Շարասյան եւ Ռուսաստանի Դաշնության ենթակա ներկայացուցիչների գործառույթ է։ Սա ոչ մի տեսակ հայ մարդու հայ ասելով ես ավանդական կամ միջին գիտակցության մակարդակի մարդու, սովորական մարդու անգամ չափանիշ չի։ Չի կարա մարդը այդքան լինի քաղաքականապես անբարոյական։ Եվ հետո խոսել հայրենասիրությունից։ Այդպես չի լինում։ Ու առհասարակ փորձեք հայրենասիրությունից քիչ խոսել։ Դրա որովհետև երբ որ դուք շատ խոսում եք հայրենասիրությունից, էժանանում է հայրենասիրության կարևորությունը։ Դա ոչ թե խոսալու բան է, այլ գիտակցելու բան է, դա ապրելաձև է եւ այլն։ Դա խոսելիք չի։ Դա ապրելաձև է, որը որ դուք ձեր ապրելաձևով արդեն ցույց եք տվել շատ բան։ Աչքովս ընկավ Էդգար Ղազարյանի գրառմեջ, ճիշտ ասած, նրան տես չեմ հետևում, թե ոնց էր բերելի մեջ, չգիտեմ։ 2018 թվականին Հայաստանում տեղի է ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխություն, որի հետևանքով Ադրբեջանին եւ Թուրքիային հաջողվել եւ հաջողվում է իրականացնել իրենց արժեվ դրված բոլոր նպատակներն ու խնդիրները։ Ու գիտեք, որոշ մարդիկ էլ ինչ-որ լայքել են մի 300 հոգի։ Հիմա ուզում եմ այդ ձև մտածողներին կամ այս մտորումը ճիշտ համարողներին մի բան հարցնել, էլի։ Այսինքն դուք դրանով չեք հասկանում, որ վիրավորում եք Հայաստանի Հանրապետությանը որպես պետություն։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունում եղել են իշխանություններ, Հայաստանի Հանրապետությունում եղել է անվտանգության աշխարհի ամենացածր մակարդակը, որը թույլ է տվել, որ թշնամի երկիրը մեր երկրում իրականացնի հեղափոխություն։ Պատկերացնենք, որ լավ, հեղափոխությունը եղել է թուրք-ադրբեջանական պրոյեկտ։ Իսկ կներեք, որտեղ է եղել այն ազգային անվտանգության ծառայությունը, որը ընդհանուր առմամբ կցված է եղել Ռուսաստանի Դաշնությանը։ Որտեղ է եղել բա։ Դուք դրանով արդյոք թե ազգային անվտանգության ծառայությունը, թե այդ ժամանակների իշխանությունների ով էր Սերժ Սարգսյանը, ում արյան գնով բերեց Ռոբերտ Քոչարյանը, ում որ երկուսին էլ ամեն գնով բերեց Լևոն Տեր-Պետրոսյանը, դուք չեք համարում, որ դրանով, պարոն Էդգար Ղազարյան, ասում եք, որ բոլոր 3 նախագահները թուրք-ադրբեջանական են, որ Հայաստանը իսկզբանե անկախության օրվանից ներդրված է եղել այնպիսի մարդիկ, ովքեր պիտի քիչ-քիչ տանեին սրան։ Լավ, դուք չեք հասկանում, ձեր գործնական ունեք երևի քինախնդրություն, փորձում եք ամենաանկապ ձևակերպումներով մարդկանց բանանել։ Սիրելի քաղաքացիներ, դուք սա չեք հասկանում։ Ասենք բարդ է այդքան։ Մենակ թե թուրք-ադրբեջանական ասեն ձեր սիրտը հովան, հա։ Տրամաբանությունը որտեղ է։ Այսինքն այդքան մենք պետություն չենք եղել, էլի։ Մեզանից այդքան ոչ մի բան չենք ներկայացրել, էլի։ Այդ ճիշտ այդքան։ Համաձայն եք դրա հետ։ Ընդ որում լայքողների կեսից շատը դաշնակներ են, ովքեր 20-ամյա կոալիցիոն կառավարության ներկայացուցիչներ են։ Դուք համաձայն եք դրա հետ։ Չեք զգում, որ ծիծաղելի իրավիճակում եք հայտնվում նման ձևակերպումներ անելիս։ Ոնց եք թույլ տալիս ձեզ այդպիսի բան։ Ու դեռ գալիս եք հանրային բանավեճերի ընթացքում էլ ինչ ասես խոսում եք 4-րդ հանրապետության գաղափարախոսություններ փորձում եք փնովել, բայց եթե այդպես է եղել, ուրեմն 4-րդ հանրապետության կարևորությունը պարտադիր բան է։ Իր գաղափարական եւ գործնական իրավական տեսանկյուններից։
Ես 4-րդ հանրապետության մտքի հետ համաձայն եմ 90%-ով, ինչու 90, որովհետև այն 10%-ը պիտի իրականացվի, որպեսզի այդ 90%-ը դառնա 100։ Այն 10%-ը նրա մասին է, որ իրավաքաղաքական գնահատական պետքա տրվի։ Իրավաքաղաքական գնահատական։ Ես վերջերս մեկ այլ բանավեճ էի նայում կամ հարցազրույց, չգիտեմ ոնց կարելի է ձևակերպել, դարձյալ հերթական անգամ փախել էին դաշնակները, ներկա չէին գտնվել։ Դուք տեսել եք ընդդիմադիր ուժ, ով ունենա հնարավորություն հանրայինով խոսելու ու չգա խոսի։ Տեսել եք։ Լավ, այդքան խնդիր չունեն, այդքան ճոխ են ապրում, էլի իրենց կանալներով են մենակ խոսում։ Հիմա նայեք, ես տեսա իշխող ուժի քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներից մեկը հարգարժան տիկինը, ես կներեք անուն ազգանունը երևի բան չէ, էլի չվերցնենք անունների դաշտում, բայց դա ես կարող եմ ընկալել ԿՊ-ի դիրքորոշում, հա, երբ որ ասում էր, որ իրավաքաղաքական գնահատական տալը դա դժվար բան է, բայց չի կարելի մտնել այդ դաշտ ու մենք չենք ուզում մտնել այդ դաշտ։ Գիտեք ինչ, հարգելիներս, ինչքան ուզում եմ դժվար լինի։ Դժվար է, բայց հենց դժվարությունն էլ դրանում է։ Պետք է նստել մտածել ձևերը, որ ասում եք ինչպես, լավ, հələ փորձեք դուք առաջացկեք։ Դուք հեչ ինչ ձևեր եք մտածել, որը կարծել եք, որ չի ստացվի։ Ոչ ոք չի ասում գնաք դպրոցի տնօրենին նույնպես վերցնեք ու քաղաքական հրահանգ կատարելու համար բան անեք նրան, հեռացնեք կամ չգիտեմ ինչ իրավական դաշտում պատժի ենթարկեք։ Ոչ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը կլանային համակարգի մասին է, ում գործունեության արդյունքում այո տնօրենը դպրոցի նույնպես ստիպված է եղել դառնալ այդպիսինը։ Եվ ոչ միայն դպրոցի տնօրենը, միլիոնավոր մարդիկ Հայաստանի Հանրապետությունում ապրող ստիպված են եղել ընդունել խաղի տվյալ կանոնները։ Իրավաքաղաքական գնահատական մինչև չտրվի այդ ամեն ինչին, ինչ 4-րդ հանրապետության մասին է խոսքը։ 4-րդ հանրապետությունը պիտի ստեղծվի, բայց սրանք իրավունք ունենան ընտրությունների մասնակցելու, կներեք, այդպես չի լինում։ Եվ այն բաները, որ դե ժողովրդավարությունը կվտանգվի, եթե մենք քաղաքական կուսակցությանը բանարկել ենք, հեչ էլ չի վտանգվի, Գերմանիայից ավելի ժողովրդավար չլինեք, տեսնում եք այնտեղ ինչա կատարվում, հասկանում են, որ դա պետության դեմ գործող բան է, չգիտեմ, ֆաշիզմը եւ այլն, դեմ առան։ Ինչ-որ մեկ ինչ-որ բան ասել, հա։ Ոչ, դա քո պետության անվտանգության մասին է, ինչ քաղաքական։ Այսինքն, եթե հանցագործների մի խումբ իրեն հռչակում է քաղաքական, ուրեմն կարա հանգիստ գործունեություն ծավալի ու շարունակի իր հանցագործ դրսևորումը պետության դեմ։ Ես չեմ կարծում, որ այդպիսի բան հնարավոր է։ Եվ այդպիսի հանցագործ կաստային պետքա վերացնել, ես նկատի չունեմ ֆիզիկական վերացման մասին, ֆիզիկապես թող իրանք ինքնավերանան։ Բայց քաղաքական դաշտը պետքա մաքուր պահել։ Եվ այդ իմ պահանջը որպես քաղաքացի, որի օր տարին է, երևի հեղափոխության օրվանից սկսված, իրականացման օրվանից սկսված, ես սպասեմ, որ պիտի իրավաքաղաքական գնահատական տրվի։ Եթե չտրվի, չի կարա փաթեթավորվի դա։ Չի կարա։ Դուք անընդհատ ասեք հանցագործեն, հանցագործեն են մեկնել լինում, ասում բա որ հանցագործող են ազատության մեջ։ Դե պատասխան տվեք։ Ու այստեղ գալիս է մի հատիկ բան։ Դե հա, բանա դա մեր թերությունն է։ Կներեք, այդ թերությունը ազգի վրա մի ամբողջ ճակատագիր կարա արժանա։ Տեսնում եք ինչ ուզում խոսում են։ Տեսնում եք ինչ ուզում խոսում են։ Եվ խոսում են անհիմն, պարզապես, տենց բառերի շարանակ կույտա լցնում են, հետո գնում են, ասում են, բա ատելություն եք սերմանում։ Կներեք, ատելություն սերմանել եք դուք ձեր կառավարման մեթոդներով, եթե դուք 99-ի հոկտեմբերի 27 չանեիք, դժվար թե ատելությունը այսքան խորելներ։ Եթե մարտի 1-ին զորք չմտներ ժողովրդի դեմ, զորք, որը իրավասության պաշտպանել ժողովրդին, ոչ թե կրակել ու հարձակվել ժողովրդի վրա, կներեք դա ատելության սիրով դրսևորում է եղել յուրատեսակ, որը որ մենք չենք հասկանում։ Կամ երբ որ ալիգարխներով ու падգամավորներով կտրված եք հանրությունից ու կեղծում եք ընտրությունները, դա սիրո դրսևորում էր, ատելությունը դուք եք կուտակել այնքան ժամանակ, այնքան, մինչև 18-ին եղավ հեղափոխություն։ 18-ի հեղափոխությունը ժողովուրդը իրականացրեց սիրո, թավշյա եւ այլն այսպիսի հեղափոխություն, բայց
այդ հեղափոխությունը եղավ, այդ սիրո հեղափոխությունը հենց ատելության դեմ էր։ Եթե դրանից առաջ չլիներ ատելության այդ մթնոլորտը, չէր կարող սիրո հեղափոխություն լինել։ Բայց ո՞նց էր կոչվում սիրո հեղափոխություն։ Խեր կոչվում սիրո հեղափոխություն եւ հանդուրժողականության հեղափոխություն, որովհետեւ մինչ այդ եղել է ատելության եւ անհանդուրժողականության մթնոլորտ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Եվ դրա սահմաններից դուրս ինչպիսին է որ դուք մնացել եք իմիջայլոց։ Այսօրվա ձեր պատկերը, այսպես գրառումները խոսում է այնպես նրա մասին, որ այդպիսինն եք եղել դուք։ Բանա։ Այնա, Քյոսայանը մահացել է։ Վայ, Ռոբերտ Քոչարյան Facebook-յան իր էջում գրել է, դե բնականաբար ինքը չի գրել, գրողն է գրել։ Ասել է մի երկու բառ էս մասով գրի, այն էլ գրել է, լսեք։ Ցավով տեղեկացա ականավոր ռեժիսոր եւ հայտնի հաղորդավար Տիգրան Քյոսայանի անժամանակ մահվան մասին։ Ցավակցությունս եմ հայտնում Տիգրան Էդմոնովիչի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին եւ նրա տաղանդի բոլոր երկրպագուներին։ Եվ մեռել է, դու էլ ցավակցում ես, բայց հիշեցման կարգով, ես ճիշտ է, շատ լավ հասկանում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մի անգամ չի որ ինքնա խոստովանել, բանի Մարգարիտա Սիմոնյանի եւ Էդմոն Քյոսայանի ու նմանների ֆանատն է հանդիսանում։ Այնուամենայնիվ, ես մեկ կարճ բան հիշեցնեմ, Մարգարիտա Սիմոնյանը այդեն տիկինն է եղել, ով բառացիորեն ասել է, որ ինքը հայկական անկախություն բառակապակցությունից սրտ խառնոց է ապրում։ Դե Էդմոն Քյոսայանն էլ նրա ամուսինը շարունակել է իր գործունեության պես միտքը։ Եվ երկրորդ հիշեցնեմ, որ սրանք հանդիսանում են Բաքվում գործընկեր են ադրբեջանական գլխավոր հեռուստաալիքի հետ։ Իսկ բանը Քոչարյանը այստեղ ես կուզեի իմանալ լրագրողները գնահատական չունեն տալու։ Սա մեկ, երկրորդ, հայկական ավանդույթների ինչպիսի ոտնահարում, ինչ է նշանակում Էդմոնդովիչ, ինչ է նշանակում, հայրանունը հայերենում Օվիչովա, սա հայերենի ուրացում չի, ավանդույթի ուրացում չի, ձեր ձևակերպումների դուք սիրում եք էլի տենց չէ, չգիտեմ բան վերնագրեր դնել, դուք Օվիչ եք, հայերենում այդպես չի ընդունված ասել, նախ եւ առաջ հայերենում, ընդունված չի հայրանունով դիմելը, սկսենք այդտեղից, եւ այո ավանդույթներից հիմա իզուր չեմ խոսում, որովհետեւ հաղորդման երկրորդ մասում անդրադառնալու եմ հենց ավանդույթների կարեւորությանը, որը դեգրադացրեցին այս 3 նախագահ ինքնահռչակված երևույթները։ Ռուսերենում սիրում են հայրանունով կոչել, հայերենում ազգանունով են դիմում, որովհետեւ ըստ հայկական ավանդույթների, որը որ ավելի արմատական մեծ ընտանիքներ գերդաստանային ավանդույթներ ունի եւ մշակույթ դու ներկայացնում ես քո ումոնցեն լինելը դու ում ցեղից ես դու որ գերդաստանից ես ներկայացնում ես քո գերդաստանը եւ հենց այստեղ է նաեւ պատասխանատվության գերագույն զգացումը որպեսզի մարդը մարդ լինի որպեսզի իր գերդաստանին չխայտարակի Իհարկե Լենին պապիկը եկավ այն ամեն ինչը վարի տվեց դրա համար է գնում սիրուն հպարտ դեմքով ընտեղ նկա իսկ ռուսական ավանդույթներով իրենց գերդաստանը սկի իրանք չեն էլ ուզում ճանաչեն կամ հետաքրքրված էլ դրանով չեն կարևորը որ իմանա իր հերը ուղիղ հերը ով է եղել վերջ դա պատմության ընթացն է այդպեսին դա ես չեմ ասում որն է լավ որը վատ ամեն մեկը իր ավանդույթները ունի ամեն ազգ ընդ որում մենակ Ռուսաստանն ու Հայաստանը չէ ինչ եք դուք մտնում այդ տիրույթ Եվ այո, բոլոր սերիալներով, բաներով, այն ժամանակ հերոստալ բժիշկներով, բոլորը Օվիչով են դիմում իրար։ Ժողովուրդ ջան, այդ ռուսաֆիլություն, այդ ոնց ասեմ էլ չգիտեմ, թարգեք։ Հայ եք, չէ։ Ազգանունով դիմելը վատ բան, հա, տգեղ է հնչում։ Տենց Օվիչով հայրանունով, ռուսականացված հայրանունով դիմելը շատ ավելի լավ, հա։ Հայրանով դիմելուց ովիշ չի
ի ավելանում, որովհետև պատկանելությունը այդպեսին է ցույց տալիս։ Գնել նորայրի։ Ոչ թե նորայրովիչ հայերենում։ Երբ որ գնամ Ռուսաստան, գնել նորայրովիչ, նորմալ կլինի։ Բայց հայկական իրականության մեջ չի կարա նորմալ լինի, եթե ինձ նորայրովիչով դիմեն։ Եթե ուզում են հայրանունով, նորայրի։ Բայց առհասարակ շատ ավելի լավ է ազգանունով, որովհետև ես ներկայացնում եմ իմ Գերդաստանը։ Կարժատալ մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Եվ այո, սովետի ժամանակ այս սովորույթները, այս պուճուրիկ սովորույթները, որ sense գցում էին, դա հենց ծակծկելու, քանդրտելու համար էր մեր ավանդույթներ։ Իսկ ազգին, այն որ այսօր շատ են չէ խոսում միասնականություն, մեզ պետք է միասնություն, միավորում, ես բոլորը միասնությունից են խոսում, բայց բոլորին էլ հայոյում, անիծում, ինչ ասես անում են, բայց միասնությունից են խոսում։ Գիտեք դա ինչից է, որովհետև ինչ եք հասկացել ինչի շուրջ է պետք համախմբվել։ Որն է համախմբողը, ինչն է համախմբող ուժը ազգի։ Հիմա փոքրիկ գաղտնիք ձեզ համար բացեմ։ Ազգին համախմբող ուժը նրա մշակույթն է։ Մշակույթը։ Ոչ քաղաքականությունը, ոչ անգամ բանակը, անգամ շատ դեպքերում պետությունը այդքան համախմբող դերակատարում չի անում իր քաղաքացին, որքան մշակույթը, որը դեգրադացրել եք։ Եվ շարունակում եք դեգրադացնել այսպիսի օվիչներով։ Աննշան, աննկատ։ Դուք դեգրադացրել եք հայկական երաժշտություն եք անվանում թուրքական երգերը հայերեն բառերով։ Էժանագին, այն որ մի հատ սուրճ խմելու ընթացքում կարելի է 10 հատ տենց երգ գրել։ Ձեր կալկալոցները, մուղամբազությունը, որովհետև քաղաքական էլիտան մի 30 տարի լսում էր ռաբիզ, չէ, ռաբիզ չէ, կներեք, ռաբիզը մի քիչ դեռ հավես բան է, կարելի է եւ լսել էլ եւ վայելել եւ ապարել, քեֆանել էլ, բայց մուղամբազությունը բերել ռաբիզի տակ վաճառել ժողովրդին, սա արդեն լավ չի։ Եվ մեր մշակույթը պիտի վերակենդանանա, պիտի սկսի աշխատել, պիտի սկսի շարժվել, պիտի հարգանքը մեր լինի հենց մեր մշակույթի հանդեպ։ Ու ամենացավալին գիտեք այստեղ որն է։ Տեսեք օրինակ նոր դասագրքերն են, չէ՞, բոլորը խոսում են, այ այստեղ Մաշտոցի նկարը չկար, վայ, այստեղ այս բանաստեղծի անազգանունը չկար, ոչ ոք չի ասում։ Դուք չեք նկատել, որ 21-րդ դարում մեր դասագրքերում դեռևս շարունակում են մնալ միայն 20-րդ դարի ստեղծագործողները։ Չարենց, Սևակ, Շիրազ եւ այլն։ Շատ լավ է, իմ սիրելիներն են, խնդիրը դա չի։ Բայց ձեզ չի թվում, որ այդ մարդիկ ստեղծագործել են 20-րդ դարում, 20-րդ դարի միջավայրում ու պատկերացումներով, իհարկե նրանց ստեղծագործությունների մեծ մասը այնպիսին են, որ հավետ 100-ամյակներով դեռ կապրեն, բայց կարելի է ժամանակակից ստեղծագործողների հետ ծանոթանալ։ Սա մշակույթն է։ Մշակույթն է սա։ Հասարակ մի բան ասեմ։ Երեք ապագա գյուղում էի Էջմիածնի։ Շատ կոլորիտային մթնոլորտ ավանդական գեղեցիկ ընթացքով։ Հյուրընկալության հիանալու ձևով, իմիջիալոց հյուրընկալությունը նույնպես ավանդույթ է մեզ մոտ։ Այլ բան է, թե այդ հյուրընկալությունը ինչպես ենք մենք որքանով ենք գրագետ վարվում։ Մեր բոնուսներից մեկը դա է, որ տուրիստին խոսեցնես, ասես Հայաստանում քեզ ինչն է դուր եկել, ոչ ոք չի ասելու Աշոտ Երկաթի Բերդը, Գառնի Գեղարդը կամ կարող է երկրորդական յուրթական ասել։ Առաջնային ասել են հյուրընկալությունը, հյուրասիրությունը։ Այսինքն դա մենք պիտի հասկանանք, դա մեր հարստությունն է, մեր ավանդույթի մեջ հյուրընկալությունը այդպեսինն է։ Մեզ համար մենք այն ազգն ենք աշխարհում, որ ասում ենք հյուրն Աստծունն է։
Հասկանում եք։ Մենք են ժողովուրդն ենք, որ եթե մի վատ բան պիտի արվի, ասում ենք չէ, նրան վատություն, ես նրա հետ հաց եմ կիսել։ Հիմա այս ամեն ինչը ինչի ավելի գրագետ չօգտագործենք, որը որ փորձել են 30 տարվա մեջ, դրանից առաջ 70 տարվա մեջ որքան կարող են աղավաղել։ Ինչի ավելի գեղեցիկ չանենք դա։ Դա մերն է, եկեք կատարելագործենք։ Երեք այդ գյուղում է շատ հավես միջավայր։ Վաղուց ես այդպես չէի հանգստացել, դարձել շնորհակալություն եմ հայտնում իմ այնտեղի ընկերներին եւ ավակ եղբայրներին։ Տարիքով մարդ չհալարեց, գնաց, դուդուկը վերցրեց, եկավ։ Դուդուկը վերցրեց, եկավ, մի հատ էլ ակարդիոն բերեցինք, որը ոչ ոք նվագել չգիտեր, բայց պապին տեղում սովորացեց ինչա պետք անել ընդամենը, թորնիկը եկավ դհոլով, այն մյուս աղբերն էլ այն մյուս կողմից ա վերցրել, ու մի հատ հավես սիրուն բան ստացվեց։ Դրել եմ, իմիջայլոց ասեմ, Facebook-ով 110,000 դիտում ա հավաքել արդեն, այս պայի դրությամբ, դեռ կշատանա։ Ու դու զգում ես, թե մարդիկ որքան կարոտ են, այդ շատ հասարակ, շատ մարդկային, շատ տաք միջավայրին, որը որ շատ հասարակ մի վայրում ա, մի ճոխ ռեստորանում չենք, մի ճոխ, չգիտեմ, կիսաշինարարական վիճակում, սենց նստած շատ համով մարդկանց հետ։ Ու մեկնաբանություններից իհարկե մի երկու ապուշկային, բայց դրանք մի կողմ դեռ, հեսա այնտեղ մի երկուսին կվերադառնանք պարտադիր, որովհետև հիշել էին, որ սեպտեմբերի 28-ը ու մենք պիտի տխուր լինենք, հեսա կանդրադառնանք։ Էն էլ ում են հիշացնում ինձ։ Սիրուն գնաց, այդեն ժամանակ մարդիկ կան կարող է լավ չնվագեն կամ լավ չերգեն, որովհետև պրոֆեսիոնալիզմի մասին չի խոսքը, չնայած ամեն ինչ այս պարագայում լավ էր։ Բայց դա հաճելի էր։ Ես սկսեցի հիշել իմ մանկությունը, երբ պարտադիր սեղանի վրա անպայման մի տարեց կին կամ տղամարդ մի երգ էր ասում, ծաղկացնում էր, հա։ Ու ընկա այդ մտորումներով, թե մշակույթի կարևորությունը ինչքան մեծ է։ Հետո որ դիտողականությունն էլ էր շատ ու բոլորի խոսքի մեջ այդ կարոտը տեսել եմ։ Հիմա մտածում եմ, ասում եմ, իսկ կարող է, քանի որ մենք շատ բազմագույն, բազմաերանգ ազգ ենք, մեր մշակութային ավանդույթների հարստության տեսանկյունից ունենք ահռելի պաշարներ, իսկ ինչու նմանատիպ այցելություններ շատ չանել, գյուղական կոլորիտը, այ հենց այդ մաքրությունը առաջին պլան չբերել, գուցե դա վերադաստիարակի մեզ բոլորիս։ Գուցե մենք սկսենք մեր գենետիկ հիշողությունը սկսի վերականգնվել ու ճաշակով կողմեր գնանք։ Ինչի է մեր մետ ասոցացված, որ բանա, մենք ճաշակով երաշտություն, երաշտական ժառանգություն չունենք։ Են էլ ինչպիսին ունենք։ Են էլ ինչպիսին է։ Գուցե սա դարձնենք համատարած մի բան, գուցե սա մեզ օգնի վաղվա համար։ Որովհետև դա կենսական նշանակություն ունի։ Չենք կարող մենք լինենք դեգրադացված մշակույթի տիրույթում, բայց իդեալական քաղաքականություն ունենանք։ Չենք կարող։ Դա անհնար է։ Այնպես որ առաջինը պիտի մշակույթը, ավանդույթները, ամեն ինչը ներառած, մշակույթը պետքա շտկվի։ Մեկն էլ կար, հա, հիմա այդ սեպտեմբերի 28-ը մեկը գրել է փոքանա, սա քո օր է, դուք եսի ինչ եք անում։ Ուրեմն նմաններին ասեմ հետևյալը։ Տեսեք, այո, շատ մարդիկ սեպտեմբերի 27-ին գնում են եռաբլուր։ Մարդիկ կան, որ գնում են հոկտեմբերի 5-ին օրինակ, 10-ին, նոյեմբերի 6-ին, որովհետև կան դրա պատճառները, ցավոք սրտի։ Բայց պետականորեն սեպտեմբերի 27-ը որպես սքո օր հռչակված չի։ Սեպտեմբերի 27-ը 44-օրյա պատերազմի սկսվելու օրն է։ Եվ հռչակված չի սքո օր։ Իսկ հարգել եռաբլուրը եւ բոլոր վայրերում հուղարկավորված մեր հերոսներին 365 օր կարող եք անել։
Եվ այդ 365 օրն էլ չպիտի լինի մեռնելու մասին։ Պետք է լինի ապրելու մասին։ Ասեմ ավելին, եթե մեր եկեղեցու ներկայացուցիչ եկեղեցին զավթածները լինեին մի փոքր աստվածապաշտ, ձեզ որպես քրիստոնյա պիտի որ սովորեցնեին նաև հետևյալը, որ հիշատակի օրը հիշատակի օր, բայց ըստ քրիստոնեական ավանդույթների, ըստ աստվածաշնչյան, ինչի կրողն եք, չէ՞։ Ահա, առաջին քրիստոնյա ժողովուրդ ջան։ Ճիշտ չի ընդունվում հավերժ սուքը, ճիշտ չի ընդունվում ամեն տարի սուքին վերադառնալը։ Ընդհակառակը, եկեղեցական ծիսակատարությունը խոսում է 7-40 տարի, իհարկե զատիկ մեռելոցը, և տարիից հետո իհարկե կարող եք և այցելել շատ ժամանակ ձեր հարազատին, կարող եք եղբայրական Պանթեոն Եռաբլուր նույնպես այցելել, բայց ամեն տարի այդ օրը վերածել սգորվա, դա սխալ է, նաև ըստ քրիստոնեական արժեհամակարգի։ Եվ պետության կողմից էլ այդ օրը սգո օր, և առհասարակ գիտեք ինչ, կարող է փորձեք, ես սա չեմ ասում հարազատներին, Քավլիցի, մեր հերոսների, նահատակներին, իրենց հարազատները, ինչպես դա ես չեմ կարող կառավարել, դա կամ ասել որն է լավ, որը վատ։ Ես խոսում եմ քաղաքացիների այն հատվածի մասին, ովքեր փորձում են Հռոմի պապից ավելի կաթոլիկ թվալ։ Իսկ կարող է մենք այդ սգորերի շատ լինելով ու դրանք շատ հրապարակային ներկայացնելով մեր թշնամիներին անընդհատ ցույց ենք տալիս մեր թույլ ու ցավոտ կողմերը։ Իսկ գուցե փորձենք ցույց չտալ եւ մեր ապրելու կենսունակությամբ նրանց սանձերը քաշենք։ Իմ կարծիքով ես հիմա գյուտ չեմ անում անկեղծ ասած։ Ճիշտ հակառակ։ Պարզապես ես հիշում եմ իմ ավանդույթները եւ մշակույթը, իսկական հայկական, որը դեգրադացվել է ու ներարկվել շատերի մեջ, ցավոք սրտի, այդպիսի գրառում անողների մեջ։ Ես ընդամենը հիշեցնում եմ, որ այդպիսի բան կա։ Բանը Ռուբեն Մխիթարյանը գրառում է անում։ Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ եռաբլուր չայցելեց։ 2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց։ Հիմա դրա կարիք էլ չկա։ Այսպիսի մանիպուլատիվ եւ պիղծ հրապարակում մեկի կողմից, ով կոալիցիա է մյուսի հետ, ով կրկնում է Բելարուսի ղեկավարի խոսույթը, Բելարուսի այն ղեկավարի խոսույթը Հայաստանի Հանրապետության մասին, ով Բաքվում կանգնած բերանացի ասեց, որ իրենք սպասարկել են Ադրբեջանի շահերը։ Ուրեմն հիշեցնեմ, այս մանիպուլյատոր պարոնին, որ սեպտեմբերի 21 թվականի ընտրությունները տեղի են ունեցել մայիս-հունիս ամիսներին, Քարոզ Արշավը սկսել է մայիսի վերջից, հունիսի 20-ի կողմերն էր ընտրությունները վերջացել է։ Այսինքն 21 թվականի սեպտեմբերի 27-ին, ով ում որտեղ ծնկի իջել, դա չէր կարող լինել ընտրությունների մասին։ Սա էսպես։ Երկրորդ, ես չգիտեմ ով է ծնկի իջնում, ով է խոնարհվում, ով չէ, բայց մենք տեսնում ենք ձեզ պատկանող հեռուստատեսությունների լրագրողների աշխատանքը եռաբլուրում եւ նողկանք ենք ապրում։ Նմանատիպ անարգանք եռաբլուրի հանդեպ 20 թվականից սկսած մինչ այսօր մենք դժվար թե տեսնենք ուրիշ ազգերի գործելավոճում։ Այն որ մոռանում եք եռաբլուրը ինչ վայրա ու փորձում եք քաղաքականացնել ու կոնֆլիկտներ հրահրել եռաբլուրում, սա վանդալիզմի դրսևորում է եղել։ Սա
Քաղաքական վանդալիզմ տերմինոլոգիա կարելի է հորինել հենց հիմա ձեր գործողություններից ելնելով ու ներառել հասարակական խոսույթի մեջ։ Սա քաղաքական վանդալիզմ է եղել։ Պսևդո քաղաքական վանդալիզմ ավելի ճիշտ։ Եվ ձեր շատ սիրելի Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան Դաշինքի ռոլիկները նախընտրական մի հատ նստեք նայեք։ Տեսնենք ինչի մասին էր։ Այդ Հայաստանում էին պատրաստվում ընտրությունների թե Բաքվում։ Բարոյականության դասեր այս պահի դրությամբ առայժմ կա Գյումրու քաղաքապետարանի կոալիցիոն իշխանության հանդեպ։ Ովքեր առիթ բաց չեն թողնում Գյումրին օտարացնելու։ Հիշեցնեմ, Ռուսը եւ Ռուսաստանը օտար պետություն է։ Որքան էլ ձեզ համար հարազատ է, այդ օտարությունը մեզ նա օտար պետություն է, այլ պետություն է, օտար, այլ պետություն է։ Եվ եթե Հայաստանը պիտի չունենա անկախություն, ինքնիշխանություն, ես անկեղծ եմ ասում, ինձ համար շատ հետաքրքիր չի։ Այդ անկախության ու ինքնիշխանության կորուստը կամրագրվի Ռուսաստանի կազմում, թե Պարսկաստանի կազմում, թե Թուրքիայի կամ Ադրբեջանի կազմում։ Եթե դու չունես անկախություն, դա քոնը չի, ուրիշինն է, քոնը տվել ես ուրիշին։ Այդ ուրիշի անունը ռուսա, թե թուրքա, թե պարսիկա, թե իտալացիա, թե ամերիկացիա, թե չինացիա, մեկ է արդեն, հասկանում ես։ Որովհետև շեշտը ոչ թե ումն է, այլ շեշտը, որ քոնը չի։ Այլևս։ Եվ դու չես որոշողը այլևս։ Իսկ պատմությունը այդտեղ ցույց տվել է, թե երբ որ Ռուսաստանը կամ Թուրքիան են լինում որոշողները, ինչ է տեղի ունենում պատմական հայրենիքի եւ հայ ժողովրդի հետ։ Բարդ ամբռնելը մեր ավանդական, նայում եմ բանավեճը մեկով, մեր ավանդական դաշնակիցները ասում է։ Դաշնակցի ավանդականը ո՞րն է։ Գոյություն ունի։ Նայեք, այս մարդիկ եթե լինեին անկախական մտածելակերպի, այս խոսույթը արդեն չէին ասի, որովհետև ավանդական դաշնակից չի լինում։ Լինում է ավանդական պետության շահեր, որը եթե երկար ժամանակ կարա համընկնի մեկի հետ, շատ լավ։ Բայց երբ թե չի համընկնում, չպիտի գնաս այդ երկար տարիներով նրա հետ բան եղած լինելու, դաշնակից եղած լինելու զոհը դառնաս։ Ոչ։ Դու պիտի քո պետության շահը գերադասես ամեն ինչից։ Եվ փորձես տեսնես ում հետ, կներեք, Ադրբեջանը ավանդական դաշնակից է եղել Թուրքիայի հետ։ Մի հատ եկեք այդ ավանդական դաշնակցություններից խոսենք, դաշինքներից։ Ադրբեջանը ավանդական դաշնակից է եղել թուրքերի հետ։ Կարող եք իմանալ քանի, եթե դուք ասում եք ավանդական դաշնակից է եղել թուրքերի հետ, ուրեմն դրանով թույլ եք տալիս Ադրբեջանին հայտարարելու, որ ինքը հարյուրավոր տարիների պատմություն ունի։ Հասկանում եք։ Բայց քանի որ Ադրբեջանը ստեղծվել է սովետական միության ժամանակ ու սովետական միության մեծ Ստալինի հիվանդ մարդու, աննորմալ ապուշ մարդու նախաձեռնությամբ ու սովետական պետության շրջանակներում նա вообще-то ավանդաբար Կրեմլինն է լինում։ Բայց քանի որ մեզ սովորացրել են, որ չէ մենք պետքա հակադրվենք, մենք մեր, չգիտեմ, կախված, կարճած մնանք դարերի խորքում եւ ժամանակակից աշխարհի մասնիկը չդառնանք, Ադրբեջանն ասել է մի րոպե։ Դե քանի որ անկախանում եմ, իհարկե իրանց մոտ էլ տենց չի ստացվել անկախությունը, KGB-ի հերթոչեկիցներով ղեկավար են մինչև հիմա։ Հիմա մի րոպե։ Թուրքիա ջան, մենք ախպեր ենք, թուրքալեզու ժողովուրդ ենք։ Տես, այս Հայաստանն էլ քո հետ էլ է թարսված։ Կարող է մեր շահերը համադրենք սրա դեմ։
Իսրայել, տես, քո դեմ էլ է բանալը, Պակիստան, հավաքել է դաշնակից հաստեղծել, սրանք ավանդական, ինչ ավանդական, Ադրբեջանի ավանդական դաշնակիցնով է, խեք մարդկանց խապելով տանում մտնում ինչ-որ պուճախներ, որտեղ որ ձեզ կամ մի հատ փրկություն եւ այդ փրկությունը Ռուսաստան դառնալն է Հայաստանի։ Սա ցնդաբանություն է ժողովուրդ ջան, խնդրում ենք այս ուղղությամբ մի գնացեք։ Սա ինքնակործանման շարունակականությունը ապահովող լոզունգներ են, որոնք որ իրենք ձեռնարկել են դեռ իրենց իշխանություն եղած տարիներից, իշխանությունը զավթած ավելի ճիշտ տարիներից եւ իրականացրել են սպիտակ ցեղասպանություն հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթերում ազատ շփումներ կհանդիպենք։